Շուրջ 1 դարվան թատրեցում է հետ կվերսկսան Հալեբ-Երևան ուղագի թռիչքները Հալեբի միջազգային օտագայանեն։ Նախորդ տարիներուն թռիչքը քանի անգամ սկսած ու թատրած էր Հալեբի ապահովական անգայուն վիճակին հետևանքով։ Վերջերս օտագայանին նորոգվելն ու վերապատրաստվելն հետ վերսկսած են Հալեբի օտագայանեն հատկապես տարածաշրջանի երկիրներու հետ փոխադարձ թռիչքները։ Հայեր միշտ Երևան գերտան Հալեբ-Երևան եւ շատ գոհ եւ շատ ուրախ ենք այս երթալկալուն իմանավանդ որ ջամփան շատ մոդ է։ Այսօր դարիները չեք կրնար գորքալ Հալեբ։ Հիմա ասքիզ փածվավստելով 1 ժամ կարորտեն ու մենք Երևանեն հոց եղանք։ Նախաբես Հալեբեն ընթաց կառնող սուրիական օտանավերուն թիմած փակ էր նաև թրքական օտային տարածքը, որուն համար ալ թռիչքը ավելի երկար կդեվեր։ Այժմ այդ խոչընդոտը եւս վերացած է։ Հալեբեն Երևան թռիչքի դեպողությունը ավելի գարշ դարձած է, իսկ դոմսերունքինը նվազած։ Մենք շատ ուրախ ենք, որ դարձյալ վերագանքնեցավ թռիչքը դեպի Հալեբ Երևան։ Այս առիթով ավելի հաջողագե օրեն գրնանք երթալ եւ գալ։ Հուսանք, որ թռիչքները Հալեբ Երևան, Երևան Հալեբ ավելի ժողովրդին աշխուժություն կտա։ Երկու քաղաքները կապված են պատմական, մշակութային եւ արևդրական կապերով։ Նոյեմբերի 7-ին սկսվել են թռիչքները նախ Հալեբից Երևան, ապա Երևանից Հալեբ։ Դա Սիրիայի ազատագրումից հետո առաջին թռիչքն էր։ Ընկերությունը կատարեց իր խոստումը բացելու թռիչքի նոր ուղղություններ։ Երևանից վերադարձած օդանավը լի էր ուղևորներով։ Այս թռիչքը զարգացնում է երկու երկրի հարաբերությունը, առևտրի, զբոսաշրջության ոլորտներում, նաև դյուրացնում է ճամփորդությունն այստեղ եւ Հայաստանում գտնվող սիրիահայերի համար։ Երևանն ու Հալեբը երկու բարեկամ երկիրներն ու ժողովուրդները գամրջո կարևոր օղակներ անտեսացած են դարիներ շարունակ։ Զարմիկ Բողիկյան, Բերջ Բողիկյան, Լուրեր, Հալեբ։